Այսօր մայրենի լեզվի օրն է, ամսաթիվ, որը սահմանվել է 1978 թվականի իրադարձությունները նշելու համար։ 48 տարի առաջ բողոքով ելույթը պահպանեց վրացերեն լեզվի կարգավիճակը որպես պետական լեզու։ Ամեն ինչ սկսվեց 1978 թվականի մարտի 24-ին, երբ կոմունիստ թերթում հրապարակվեց Վրաստանի Սոցիալիստական Հանրապետության սահմանադրության նոր հրատարակությունը։ Ըստ նոր նորմի խորհրդային Վրաստանի պետական լեզուն վրացերենի փոխարեն պետք է լիներ ռուսերենը։ Լեզուն պաշտպանելու համար փողոց առաջինը դուրս եկան Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական մասնաճյուղի ուսանողները։ Բողոքի լիցքը շուտով տարածվեց ամբողջ քաղաքով։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի մոտ։ Պայքարը արդյունք տվեց, Կրեմլը փոխեց որոշումը։ Հենց 48 տարի առաջ այսօրը Էդուարդ Շևարդնաձեն Գերագույն խորհրդի դահլիճում հայտարարեց, որ վրացերեն լեզուն կպահպանի պետական լեզվի կարգավիճակը։ Մայրենի լեզվի օրը Վրաստանում նշվում է 1990 թվականից։ Ռուսթավելի անվան դահլիճում անցկացվել է «Մայրենի լեզուն մեր գանձը» խորագրով միջոցառում։ Միջոցառմանը ներկա հանդիսատեսին խոսքով դիմել են Շալվա Պապուաշվիլին, Մարիամ Լաշխին, Թամար Մախարաշվիլին և Գեորգի Ալիբեգաշվիլին։ Ելույթ ունեցողները զրուցել են այն մարդկանց վաստակի մասին, որոնց ջանքերով 1978 թվականի ապրիլի 14-ին պահպանվեց պետական լեզուն։ Նրանք նշել են, որ սա ազգային արժեքների հիմքի պաշտպանությունն էր։ Նաև ուշադրություն են դարձրել վրացերենի պահպանման և զարգացման կարևորությանը որպես ազգային ինքնության կարևորագույն հիմք։ Նշվել է այն քաղաքացիների հերոսությունն ու հաստատակամությունը, ովքեր ստիպեցին Խորհրդային Միությանը հետ կանգնել իր որոշումից։ Միջոցառմանը բազմիցս նշվել է, որ ապրիլի 14-ը ինքնազոհության օր է, երբ վրաց ժողովուրդը խաղաղ ցույցի միջոցով կարողացավ պահպանել իր լեզուն և մշակույթը։ Միջոցառմանը մասնակցած աշակերտներին հանձնվել են վկայականներ։ Վրաստանի վարչապետը շնորհավորում է բնակչությանը մայրենի լեզվի օրվա կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեն հայտարարության մեջ հիշում է 1978 թվականի իրադարձությունները և զրուցում դրանց նշանակության մասին։ Սա աննախադեպ իրադարձություն էր։ Վրաց ժողովուրդը աշխարհին ցույց տվեց, որ երբեք չի զիջի ազգային արժանապատվությունը։ Այն ժամանակ լեզվի պաշտպանությունը նշանակում էր անկախ պետության գաղափարի փրկություն։ Հենց դրա համար պատմական հաղթանակը հզոր խթան տվեց ազգային ազատագրական շարժմանը։ Մեր պարտականությունը մայրենի լեզվի նկատմամբ հավերժական է։ Ժամանակակից աշխարհում ազգային ինքնության պաշտպանությունը կրկին մեծ ջանքեր է պահանջում։ Մեր պարտքն է անշեղորեն հոգ տանել մեր ամենակենդանի ազգային գանձի մասին, գրում է Իրակլի Կոբախիձեն։ Մարտվիլի մունիցիպալիտետում բացահայտվել է կատաղության դեպք։ Այս մասին տեղեկությունը տարածում է Սննդի ազգային գործակալությունը։ Ընթացիկ տարվա ապրիլի 14-ին Բանձա գյուղից Քութայիսի ապաստարան տեղափոխված Անտուն Շանը, որը կասկածելի կարգավիճակով մեկուսացված էր և գտնվում էր հսկողության տակ, լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կատաղություն։ Սննդի ազգային գործակալության տեղեկությամբ սկսվել են հիվանդության վերացման միջոցառումները։ Հիվանդության օջախում հայտարարվել է կարանտին, իրականացվել է ախտահանում, ներառյալ կենդանիների ապաստարանում։ Շարունակվում է կատաղությանը ենթակա կենդանիների պատվաստումը և սահմանվել է նրանց առողջականի համար վերահսկողություն, ասվում է նիստի հայտարարության մեջ։ Կախեթիում պայքարում են բնական աղետի դեմ։ Ուժեղ անձրևների հետևանքով Ալազանի գետը դուրս է եկել իր հունից։ Ջրածածկվել են տնամերձ հողամասերը և խաղողի այգիները։ Վարարած գետը վնասել է նաև Լագոդեխի մոտ Հերեթիսկարի գյուղ տանող ճանապարհը, ինչի պատճառով սահմանվել են հատուկ սահմանափակումներ։ Առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին տեղում ծանոթացել են տարածաշրջանային զարգացման նախարարի առաջին տեղակալ Լևան Զաուտաշվիլին և ճանապարհային վարչության ներկայացուցիչները։ Շարունակական անձրևների հետևանքով վարարած գետերը հատկապես մեծ վնաս են հասցրել Լագոդեխի, Ղվարելիի և Գուրջանի մունիցիպալիտետներին։ Տեղում առաջին իսկ օրվանից մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, իրականացվում են ափապաշտպան աշխատանքներ և գետի հունի ընդլայնում։ Իշխանության ներկայացուցիչները հետագա միջոցառումների պլանավորման նպատակով եղել են Նինոյի կիրճում, Վելիստիխե գյուղում վնասված կամրջի տարածքում և Ղվարելիի շրջանում։ Նշվել է, որ անհրաժեշտ են լայնածավալ միջոցառումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել միայն տեղական ռեսուրսներով և պահանջում են կենտրոնական իշխանության ներգրավում։ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծին շնորհել են երկկողմանի հետաքրքրության նախագծի կարգավիճակ։ Նշված կարգավիճակով նախագիծը հայտնվում է Եվրամիության էներգետիկ օրենսդրության ներքո, ինչը նշանակում է, որ ուսումնասիրության և շինարարության թույլտվությունները ստանալու գործընթացը կհեշտացվի։ Միաժամանակ երկկողմանի հետաքրքրության նախագծի կարգավիճակը կարևոր հեղինակային առավելություն է բիզնես և ներդրումային մոդելի ձևավորման համար։ Եվրոպական օրենսդրության համաձայն նման նախագծի
նախագծերը կունենան ակտիվ իրավական, ֆինանսական եւ վարչական աջակցություն Եվրամիության կողմից։ Նախագիծը նախատեսում է թվային եւ բարձր լարման ստորջրյա փոխանցման ցանցի կառուցում, որը պետք է միացնի Վրաստանի եւ Եվրոպայի էլեկտրաէներգետիկ համակարգերը։ Նախագծի շրջանակներում կկառուցվի մոտ 1155 կիլոմետր երկարությամբ եւ 1300 մեգավատ հզորությամբ ստորջրյա մալուխ։ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը Վրաստանի վերաբերյալ առաջին մեկնաբանությունն է անում։ Ռուսթավի 2 հեռուստաընկերության հարցին, թե ինչպես կզարգանան հարաբերությունները երկու երկրների միջև, Պետեր Մադիարը պատասխանել է, որ կշարունակի լավ հարաբերությունները Վրաստանի հետ։ Նա նաև ցանկություն է հայտնել այցելել Թբիլիսի։ Ինչպես կզարգանան վրաց-հունգարական հարաբերությունները, հարցը գնահատում են քաղաքական սպեկտրում։ Եվրոպական հանձնաժողովը բանակցություններ է սկսել Հունգարիայի նոր ընտրված վարչապետ Պետեր Մադիարի հետ։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Ինչպես նշում են աղբյուրները, Բրյուսելը Մադիարից պահանջում է կարգավորել հարաբերությունները Ուկրաինայի հետ, վերացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վրա դրված վետոն եւ իրականացնել երկարաժամկետ բարեփոխումներ։ Բացի այդ, Հունգարիայի համար նախատեսված շուրջ 35 միլիարդ եվրոն սառեցված է Բրյուսելի հետ մի շարք տարաձայնությունների եւ Վիկտոր Օրբանի կողմից անհրաժեշտ բարեփոխումները չիրականացնելու պատճառով։ Ինչպես աղբյուրն է ասում, եթե Մադիարը կատարի իր առջև դրված 27 պայմանները, ապա այդ գումարը Եվրամիությունում կբացվի։ Քննարկման կարևոր թեմաներից մեկն է նաև այն, որ Հունգարիան չի կատարել փախստականների հարցով Եվրոպական դատարանի որոշումը։ Այդ վեճի պատճառով Հունգարիայի վրա օրական դրվում է 1 միլիոն եվրո տուգանք, իսկ ընդհանուր պարտքը այս պահին հասնում է 900 միլիոն եվրոյի։ Չինաստանի նախագահը ներկայացրել է Մերձավոր Արևելքում խաղաղության եւ կայունության համար քառակետ առաջարկ։ Այս մասին տեղեկությունը տարածում են չինական լրատվամիջոցները։ Սի Ցзինփինը քառակետ առաջարկի մասին հայտնել է Պեկինում Աբու Դաբիի ժառանգորդ արքայազնի հետ հանդիպման ժամանակ։ Չինաստանի պետական լրատվական գործակալության տվյալներով կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի իրավիճակը։ Ինչպես նշել է Սի Ցзինփինը, Չինաստանը կառուցողական դեր կկատարի տարածաշրջանում խաղաղ բանակցությունների խթանման գործում։ Քառակետ առաջարկում Սի Ցзինփինը կոչ է արել պահպանել խաղաղ համակեցության սկզբունքը եւ նպաստել Մերձավոր Արևելքում ու Պարսից ծոցի տարածաշրջանում ընդհանուր համապարփակ եւ կայուն անվտանգության համակարգի ձևավորմանը։ Նաեւ պետությունների ինքնիշխանության պաշտպանությունը, այդ թվում անձնակազմի, օբյեկտների եւ հաստատությունների անվտանգության ապահովումը։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ մեկ այլ կետ վերաբերում է միջազգային իրավունքի հարգմանը, որը չպետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է։ Սի Ցзինփինի խոսքով բոլոր երկրները պետք է միավորեն զարգացումն ու անվտանգությունը եւ ստեղծեն բարենպաստ միջավայր ու դրական ներդրում ունենան Պարսից ծոցի երկրների զարգացման մեջ։ Դրամաշնորհների մասին օրենքում փոփոխություններն ընդունվել են առաջին ընթերցմամբ լիագումար նիստում։ Ըստ օրինագծի, դրամաշնորհ չի համարվի այն միջոցը, որը տրամադրվում է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների կողմից, եթե այն ուղղվում է կամ կարող է ուղղվել այնպիսի գործունեության, որը բխում է օտար պետության իշխանությունների կամ օտար քաղաքական կուսակցության շահերից։ Իրավաբանական կոմիտեի նախագահ Արչիլ Գորդուլաձեն նշել է, որ եթե դեսպանությունը ցանկանա դրամաշնորհ տրամադրել Վրաստանի քաղաքացուն, ֆիզիկական կամ իրավաբանական անձին, դրա համար կրկին անհրաժեշտ կլինի համաձայնություն Վրաստանի կառավարության հետ։ Պատրաստված փոփոխություններն օրենսդիր մարմինը կքննարկի արագացված կարգով։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները տարբեր ժամանակահատվածներում ձերբակալել են 11 անձի թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով։ Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Իրավապահները մեղադրյալների անձնական եւ բնակարանների խուզարկության, ինչպես նաեւ անցկացված քննչական փորձարարությունների ժամանակ նրանց մատնանշած վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում մեթադոն, ալֆա-PFP, մարիխուանա, կետամին, MDMA։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 5 միլիարդ 862 միլիոն դոլար։ Դրանից արտահանումը եղել է 1 միլիարդ 724 միլիոն դոլար, ինչը 23.3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Ներմուծումը նվազել է 7.2%-ով հասնելով 4 միլիարդ 138 միլիոն դոլարի, իսկ բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է արտաքին առևտրի շրջանառության 41.2%-ը։
Պլաստիկի սպառման կրճատման նպատակով Գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է անում կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ։ Նախարարությունում նշում են, որ 2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի հասարակական սննդի օբյեկտների կողմից մեկանգամյա օգտագործման պլաստիկ սննդային տարաների եւ բաժակների միջոցով պատրաստի սննդի տրամադրումը սպառողներին։ Նաեւ կարգելվի հասարակական սննդի օբյեկտների կողմից խմիչքների մատուցումը պլաստիկ շշերով։ Իսկ պլաստիկ շշերով խմիչքների արտադրության, ներմուծման եւ շուկայում տեղադրման արգելքը հետաձգվել է մինչեւ 2031 թվականը։